Բարև ձեզ եթերում բացարձակ արժեքն է, իսկ այսօրվա իմ հյուրը երգիչ Բաղդասար Հարությունյանն է, ով շատերին հայտնի է որպես Բղդո։ Բարև ձեզ, պարոն Բաղդասար։ Շնորհակալ եմ, որ ընդունել եք հաղորդմանս մասնակցելու հրավերը։ Ես շնորհակալ եմ հրավերքի համար։ Վստահ եմ այսօր միասին հետաքրքիր զրույց ենք ունենալու։ Ես երբ պատրաստվում էի հարցազրույցին, նկատեցի, որ դուք բավականին շատ երգեր ունեք եւ մեխակներից հետո եւս բավականին շատ երգեր եք թողարկել, բայց չգիտես ինչու հանրության մոտ տպավորված է, եթե ասում են Բղդո, ուրեմն հիշում են Բղդոյի մեխակները։ Ըստ ձեզ ինչով է դա պայմանավորված։ Միայն երգի սիրված լինելն է, թե Երևակայից, երգը շատ սիրվեց այն ժամանակ։ Հաճելի է, որ մինչև այսօր չի ծերանում։ Երբ որ համերգ էինք դնում, մարդիկ այն մտածում էին, թե մեծ տարիքով մարդիկ են գալու, բայց ի ուրախությունս ինձ ամբողջ դահլիճը երիտասարդներն էին ու հիմնականում այն մարդիկ, ով ծնողներն են ժամանակին այդ երգի տակ ուրախացել, հիմա փոխանցվել է իրանց սերունդներին, ինչպես դու նշեցիր, նաև ձեր ընտանիքում դա եղել սիրո երգ։ Այո, կարծում եմ յուրաքանչյուր մարդ, հատկապես ձեր հասակակիցներից, երբ լսում է մեխակները, ունի իր պատմությունը այդ մեխակների հետ կապված։ Դե երգը մեր լուսահոգի Կամո Հովհաննիսյանն էր առաջի անգամ կատարել։ Ինքը կատարել է, հեղինակ ինքը չի։ Հեղինակը դեռ ցանկություն չունի, որ հայտնեմ այդ մասին, բայց որ պետք է ասենք։ Տարիներ շարունակ չի առաջացել այդ ցանկությունը։ Չէ, երևի ուրիշ պատճառներ կարող է կա։ Դե ճիշտ ասած մենք մշակեցինք, ասենք երգը ոչ թե առանձնացել ենք առանձին տես մշակույթ ենք սարքել մեր համար, չէ, հենց մշակվել է ուղիղ ժողովրդի ներկայությունով, ամեն օր ձևափոխելով վերեցինք, հաստրեցինք միտեղ, որ մեզ էլ արդեն դուր եկավ։ Շատ լավ է, շատ ուրախ եմ, որ մինչև այսօր ինքը չի կա, ռեյտինգը չի գցում։ Պարոն Բաղդասար, հետաքրքիրն այն է, որ տարիներ առաջ ստեղծված եւ լայն ճանաչում ու համակրանքի արժանացած երգերը այսօր մեր երգիչները շատ ժամանակ cover տարբերակով ներկայացնում են, բայց մեխակները ես համենայն դեպս չեմ հանդիպել։ Իրականում կա, թե միշտ մեխակները ակտուալ են Բղդոյի կատարմամբ։ Կա, cover տարբերակներ լսել եմ, հետո գցել էին համեմատելու, կարդացել եմ ու իօգուտ ինձ էր, եթե, չգիտեմ, ուզում են մի բան անեն, որ ճանաչվեն կամ մարդկանց դուր գա, ճանապարհը ճիշտ չէին ընտրի, այդքան բան։ Կարծում եմ cover տարբերակ անելուց պետք է ավելի լավը փորձեն լինել, որպեսզի սա ձեր երգի մասին չէ, առհասարակ, եթե cover ես անում, պետք է ավելի նորովի, ավելի լավ մատուցմամբ կատարես, միգուցե մեխակների դեպքում չի ստացվում։ Երևի իրանց ճաշակը մի քիչ տարբերվում է մեր ժամանակվա ճաշակից ու փորձում են ինչ-որ նորություն անեն, որ դուր գա, բայց հələ որ չի ստացվում։ Վրացիք էլ էին ստեղ համերգին երգել։ Դե վրացիքի երգարվեստը շատ եմ հարգում, սիրում, բայց մեխակների դարել էր վրացական։ Չբերեցին, չհասցրեցին էլի նույն կետին։ Պարոն Բաղդասար, եղավ շրջան ձեր կյանքում, երբ պասիվություն էիք ցուցաբերում։ Ուզում եմ հասկանալ, որն էր դրա պատճառը։ Առաջնահերթ պատճառը եղավ այն, որ ծելեներից բոլորը հրավիրում են, հետո եղավ, որ ասում են շատ մի կպի պետականներին, ասում են եթե չեք ուզում կպտեմ, ինձ մի հրավիրեք, որովհետև եթե վատ տենում են, պետք է ասեմ, մանավանդ ինչի իմ հանդեպ էլի, ինչն է պատճառը, դա է երկար պատմություն, հետո պրոբլեմ եղավ առողջական, բացակայում էի քաղաքից գնում գալիս է, երևի մի
3 տարուց ավել մինակ Սամայելոթի մեջ էի ստոպում էր, հետո Արք Տիրոջ հերքվեց, որ ես հիվանդ եմ։ Հիմա լավ ամեն ինչ շարունակում ենք։ Իսկ այդ ժամանակ հետաքրքիր է որն էր ձեր շարժիչ ուժը այդ հիվանդության ժամանակ, երբ կասկածելի Տենց հիվանդությունը ես տենց է չզգացի, որովհետև ինչ որ ստեղ էին ասել, Եվրոպայում 100%-ով հերքեցին, ասիք մոտ ոչ մի բան չկա։ Զարմացան, թե ինչի են sense դիագնոզ տվել, հա։ Բայց ես հույսով էի գնացել, ընդհանրապես մի գրամ չէի կաշկանդված, որովհետև միշտ մեջքիս Աստծո շնորհքը ոսկում եմ Աստծո ուժը։ իհարկե փառք Աստծո, որ ամեն բան անցյալում է, եւ ես նկատել եմ, որ այսօր հայտնիները, շոու բիզնեսի ներկայացուցիչները, դերասանուհիները կարծես երկու մասի են բաժանված։ Խոսքը քաղաքական թեմաներով խոսել եւ չխոսելու մասին է։ Մի մասը խոսում է ձեզ պես չի կարողանում լռել վատը տեսնելով, մյուս մասը չի խոսում նշելով, որ իմ ինչ գործն է, ես իմ արվեստով եմ զբաղվում եւ այլն, բայց ես կարծում եմ, որ մտավորականները եւ բոլոր այն մարդիկ, ովքեր սիրված են հանրության եւ հասարակության կողմից, պետք է խոսեն եւ բոլոր այն մարդիկ, ովքեր հավատում են իրենց, շարժվեն իրենց ճանապարհով։ Ձեր դեպքում ձեր առջև դռներ են փակվել խոսելու համար։ Այս ամենը այսպես ամփոփելուց հետո ինչ եք կարծում։ Պետք է խոսել, թե Ինչ որ բան է պետք մտածել, ֆորմատ հանդիպում են մարդկանց հետ, օրինակ ես չեմ սիրում տենց եթերով խոսամ կամ ինչ որ բամբասանքի բանով տենց։ Ով ուզում է իմ համար կապ չունի, բացարձակապես կապ չունի։ Ես ուզում եմ իր աչքերին նայեմ ու իր սխալների իրան ասեմ։ Եթե ինչ որ մեկը կփորձի տենց ֆորմատ ստեղծի, որ արվեստագետները, հայրենասերները կան իրանց կարծիքը հայտնեն, դրանից մենակ ամբողջ մեր ազգը կշահի։ Իսկ եթե եթերով բան ես ասում, սկսում են ավել պակաս խոսելը, դա չգիտեմ ով ոնց է տանում, իմ համար դա մահացու վիրավորանք է։ Պետք է հետամ իրանց տուն հասնեմ ու պահանջեմ, թե արի տենամ ինչ ես ասել։ Համար ավելի ում հետ ունեմ բան ասելու, խոսելու։ Ես ուզում եմ իր աչքերին նայեմ ու ասեմ իր սխալները։ Եվ ժամանակին կարելի ասել այդպես արել եք, այդ պատճառով էլ որոշակի առումով փակվել են դռները հեռուստատեսության։ Չէ, դա ուրիշ պատմություն է, շոու բիզնեսի հետ կապված էր։ Անդե պետքա ինչ որ ճանապարհ թույլ տալու համար մեկը կար թողներ, որ անցնեին, բան, որը ես երբեք չէ, եթե դու երգում ես, ժողովուրդը քեզ ընդունում է, Աստծո շնորհքով է, թող իրանք միշտ պետքա խնդրեն, որ ինձ տեսնեն, ոչ թե ես պետքա խնդրեմ, խնդրում եմ ինձ ցույց տվեք։ Չէ, բացարձակ մինչև այսօր մի հաղորդում չի եղել, որ ես ինքս առաջարկեմ, միշտ ինձ են առաջարկել, շնորհակալություն բոլորին, ով առաջարկել է, պետք չի, որ երգիչը իրանց հազրացնի, դիմի նրան օգնելու համար, երգում ես, ուրեմն երգին ես, որ պրոստը մարդիկ ցանկություն ունենան քեզ ստենալու։ Իսկ այդ շրջանում հետաքրքիր է որպես արվեստագետ, որպես մեծ դիրք եւ ճանապարհ անցած երգիչ, որոշակի առումով վիրավորանք չկար, որովհետեւ այսօր հեռուստատեսություն գաղտնիք չէ, որ հայտնվում են տարբեր մարդիկ։ Չեմ ուզում այլ կերպ մեկնաբանել։ Վիրավորանք չկար, որ դուք այդքան ճանապարհ եք անցել, այդքան սիրված եք ու ունեք ձեր ժողովրդի համար արած շատ գործեր։ Ես ասեմ, օրինակ սովորական պետական կլինի, որտեղ կլինի, որ գնում եմ, իմ համար փակ դռներ չկան, միշտ սիրով բացվում են ու շատ սիրով փորձում են օգնել, էլի։ Դա արդեն ես գտնում եմ, որ ինչ-որ բան արել եմ, արժանի եմ դրան, մարդիկ հարգանքով են վերաբերվում։ Իսկ ամեն մարդ պետք է մտածի իր ապրածի համար, որ
մարդիկ իրան տեսնեն օրինակ վերցնեն ինչ-որ տեղ, ասեն, այ տես։ Հա։ Նմանատիպ խոսակցություններ շատ եմ լսել, ուղղակի չեմ ուզում իմ մասին դրական ա եղել, չեմ ուզում ասեմ կլինքնագովաստուն։ Հա, չէ, պետք է մնաս քո դիրքում, անկախ նրանից ով ես, ինչ ես, որտեղ ես։ Եվ երգիչների մասին խոսելիս կա զանգված, որ առանձնացնում է ռեստորանում երգող եւ ռեստորանում չերգող երգիչներին։ Ուզում եմ խոսենք նաեւ այս առիթով։ Նախկինում կային շատ մեծ հնարավորություններ համերգներով հանդես գալու եւ երգիչները, ովքեր որ երգում են հենց ժողովրդի համար հանդես էին գալիս համերգներում, մեծ մենահամերգներ էին տալիս եւ այլն, այսօր այդ հնարավորությունները կարծես թե սեղմվել են եւ երգիչը ինչու՞ չէ նաեւ որոշակի առումով ստիպված հանդես է գալիս ռեստորանում։ Ինչ կարծիք ունեք այս թեմայի վերաբերյալ։ Ուրեմն ես ռեստորան եմ եկել, երիտասարդ տարիներին մասնակցել ենք տենց տարբեր միջոցառումների, ռեստորան եմ եկել մեծ բեմից։ Մենք առաջի կոոպերատիվ անսամբլն էինք բացել, աշխարհի 2 պար, ու 40 լեզվով երգում էինք, խումբը մի 20 քանի հոգի էր, 2 խումբ բացվեց, մեկը մենք ենք, մեկը Գայանի Դանելյան ունեինք, իրանք էին էլի աշխարհի 2 պար, երկուսն էլ Արև Բաղդասարյանի աշակերտներն են, բոլորը, դու մենք շատ էինք, երգիչներով շատ էինք։ Չեմ անում։ Մենք պայքարում էինք ամեն ինչի համար, այդ հասել էինք դրան, մեծ բեմից մեր ամենավատ տարիները սկսվեց այդ երկրաշարժից հետո, մենք երկրաշարժի օրը համերգ ունեինք Լենինականում։ Երգչուհին հիվանդացավ ու չգնացինք։ Ուզում եմ ասեմ, ես որ տեղավորվեցի 90-ականներին ռեստորան աշխատանքի, պայմանը սենց էր, որ եկեք ստեղ համ աշխատենք, համ ծրագիրը սարքենք, որ էլի գնանք մեծ բեմ։ Հետո ականջիս հասավ, որ մարդիկ արդեն կլիպ են թողում, ասում ես ինչի համար ես այդ գումարը այդքան դրել, էլի, այդ երգի վրա ասում, դե հարսանիքներին որ կանչեն։ Ասի փաստորեն մեր լրիվ հակառակ պրոցեսն է գնում։ Մենք ընդ նվագեցինք, որ կազմակերպենք ծրագիրը, սիրում սարքենք, հելնենք մեծ բեմ, այսօր մարդիկ մեծ բեմում երևում են, բայց ամեն ինչ անում են, որ հարսանիքի հրավեր ունենան։ Չեմ հասկանում։ Հակասություններ կան այս պարագայում։ Եթե խոսենք ռաբիս երաժշտության մասին, ռաբիս 6-8 ավելի ճիշտ, 6-8 ժանրի երաժշտության մասին։ Չէ, ռաբիսը մենակ 6-8-ին չի վերաբերվում։ Կոնկրետ կառուցվածքին է այդ երգի, էլի, նայած ոնց մեկը մատուցում ասում ես հալալա, մեկն էլ պարադեմի երգի էլի։ Իրականում մեկ անգամ ես հիշում եմ հարցազրույցներից մեկում դուք ասել եք, որ ձեր երաժշտությունը կապ չունի ռաբիսի հետ։ Հետաքրքիր է, դուք որպես այդպիսին որ ժանրն եք նախընտրում, այսինքն ռաբիսի, այնտեղ արաբա-թուրքական ելևէջներ հայկական երգի երաժշտության մեջ ներառում են, դա է դառնում ռաբիս եւ իրականում որը ձեզ համար ընդունելի չէ։ Կոնկրետ չեմ ասում, ոչ մեկի հասցեն խոսամ, ամեն մարդ ընտրել է իր ճանապարհը, ես բացարձակ բոլոր երաժշտություններն եմ լսում, սկսած մերից, ասա համաշխարհային ինչքան շուկա երաժշտություն կա, լսում եմ, ինձ դա պետք է ինչ-որ մի քայլ անել, որ ավելի գեղեցիկ ստացվի։ Ես քաղաքային ֆոլք եմ սիրում ու ինձ համարում եմ սիրո երգիչ, տենց էլ պահում եմ, շարունակում եմ, ինչը կարաս միշտ առաջ տանես սերը, մնացածը կարող է ժամանակի ընթացքում կորեն, բայց սիրո մասին Սայաթնովան չէ, մեր մեծ ինչև մա իրաց երգերը արդիական են ու լսում ես, զգում ես, որ ես Սայաթնովային հիմա եթե լավ մշակում անես, համաշխարհային էլի հիտեր կդառնան։ Մենակ մենք ենք հարգում, Կովկասն է հարգում, բայց նրանք տեղյակ չեն մեր Սայաթնովայից, բայց տեղեր կնվագում ես, զարմանում ես, ասում, եթե կարելի է ասենց երաժշտություն ունենալ։ Մենք ունենք նման երաժշտություն, բայց մենք այսօր մատուցում ենք բոլորովին այլ երաժշտություն եւ կապ չունեցող դրա հետ։ Եթե համեմատականներ անցկացնենք մեր օրերի
երգիչների հետ եւ այսպես ասած այն օրերի, երբ դուք նոր եք երգարվեստում եւ այլն։ Ուզում եմ ավելի նոր փորձենք, բայց անցկացնենք այդ համեմատականները։ Դե լավ, ամեն մարդ իր ճանապարհն է, ընտրե իր գործն է անում։ Հա, ուղղակի որ ասում եք ռեստորանները նվագելու են գնում, ճիշտն ասած ես նույնիսկ ուրախ եմ, որ գնան ռեստորաններում, հենց կոնսերվատորիայի ավարտածները գնան, եթե հա, երաժիշտներն էլ, երգիչներն էլ գնան ռեստորան, ասենք ժամանակին կար, որ բժիշկներ էին, ովքեր էլ որ լինեին, պրակտիկա էին գնում, չէ, տվյալ հիմնարկը, որ ինչ-որ անձամբ շփվեին այդ, ինչ-որ կարդացել են, շփվեն։ Ռեստորանը իրենց գտա մի հատ ճիշտ ուղի, որ փորձեն ազգի հետ համադրեն իրենց երգածը, ճիշտ է թե չէ։ Թե չէ մի անկյունում բախկված դու քույր ժողովրդի հետ շփվելով կասկածում եմ, որ դու լավ բան կանես։ Այսօր ներկայացնում են երաժշտություն, երգեր եւ միևնույն ժամանակ պնդում են, որ երբ քննադատում են տվյալ ստեղծագործությունը, մարդիկ պնդում են, որ պահանջարկն է ստեղծում առաջարկ։ Ուզում եմ դուք ասեք, իրականում առաջարկն է ստեղծում պահանջարկ, թե պահանջարկն է ստեղծում առաջարկ։ Որ գալիս ես տուն, ասենք կնոջդ ասում ես ինչ ես պատրաստել մի բան դերոտեմ, ասում եմ, բան չկա, դե մի բանկեր։ Շատ պատասխանեցի։ Եվ շատ դիպուկ պատասխան էր սա։ Պարոն Բաղդասարյան, հետաքրքիր է ձեր կարծիքն նաև այս առումով։ Այսօր շատ են ստեղծագործողները, թե դերասանական ոլորտում, թե երգարվեստում, ովքեր որ չեն սովորել իրենց մասնագիտությամբ, չեն ավարտել, սակայն մեկ օր արթնանում են ու որոշում են, որ օրինակ ես դերասան եմ, եթե դերասան ես, ուրեմն կարող ես լինել միևնույն ժամանակ եւ հաղորդավար, եւ երգիչ, եւ այդպես sense հորիզոնում մոտ մասնագիտությունները վերցնում են ու սկսում են այդտեղ դրսևորվել։ Իրականում կարող են կոնսերվատորիա չավարտած մարդը կամ դերասանը չհղկված, չսովորած երգել։ Դե ասենք Բացառություններ կան բնականաբար։ Հա, ես դրանից եմ ուզում խոսենք դերասաններ կան, որ իծնե իրանց տված այդ շնորհքը։ Իսկ դե կրթությունն էլ իրանց օգնում է, որ այդ ամեն ինչը ճիշտ ներկայացնեն։ Օրինակ երգիչներին կոնսերվատորիայում բաներ կրթությունը պետք չէ երաժշտական, որ եթե տվյալներ ունես, լավ է, բայց երաժիշտի համար ինչքան էլ ինքը տաղանդավոր լինի, կոնսերվատորիան իրան պարտադիր պետք է, որովհետև դե շատ բաներ կա, որ ասենք տուն հաստած շատ բարդ կլինի, որ դու դրանց հասնես, իսկ ընդ քեզ շուտ կտան։ Պետք է կրթությունը պարտադիր է, որ ռեստորանն էլ թող այդքան պրակտիկայի։ Թող շփվեն ազգի հետ, կտենան ոնց է փոխվում իրենց ճաշակը։ Շատ դեպքերում նշում են, որ ես ռեստորանում չեմ երգի, որովհետև ինձ համար պատիվ չէ, ես երգեմ, ինչ որ մեկը ուտի կամ խմի։ Իսկ դու ունես երգի, որ ինքը ուտելը դատարեցնի։ Ապշած Ես ինչ իմ կյանքից եմ ասում, մի օր հարսանիք էր ռեստորանում 4 հատ գարյաճի եմ պատվիրել, ու եկել են երաժիշտների հետ փողի խոսակցությունը, ուզում ենք ինչ-որ պակաս տան, ասում եմ 4 հատ գարյաճի ես դրել։ Երկրորդին հազիվ են կպրում, երրորդին вообще չեն կտում։ Դու ասին կարաս մի քանի հազար թափես ջուրը, բայց եկել ես երաժշտի հետ, որը սաղ օրվա քո ուրախությունը պետք է ապահովի։ Վերջ հետո տենց ղեկավարության հետ որ մի քիչ էլ ջղայնացա, դե ասենք տիրոջը ձեռը տալի, չէ՞ որ ինչքան շատ պատվիրեն այնքան լավ, բայց դե հա լավ էլի պատվիրի, բայց եթե գալիս ես այն կարևոր մասից ես ուզում կտրես, արդեն իմ համար ընդունելի չէր ու այդ օրը բարձրացա բեմ, ասի տղեկ ջան, այս մարդիկ երկրորդ բլյուդին պետք է չկպնեն։ Անենց ենք անելու։ Ազնիվ եմ ասում։ Ուրեմն երկրորդ բլյուդից երևի 10%-ն էին կերել, երրորդ բլյուդից նայեցինք երկու հատ հավի թևեր փոկած։ Չորրորդին вообще չէին կպել։ Հետո շեֆին ասում եմ, արի նայ, նայեց
բան չասեց, ասում եմ չի կարելի էլի, ասենք նես չենք եկել ձեզ խանգարելու, էլի դուք եկել եք հատուկ, որ մենք ձեզ ուրախացնենք, հա, դե այդ ասածս, լավ երկի որ չուտի։ Դուք ճակերտավոր ասած ձեր վատությունը արեցիք միևնույն ժամանակ ուրախացնելով նրանց։ Ապացուցեցի, որ ես կարամ ունենց անեմ, դուք սկի մոռանաս, որ սոված ես։ Կարևոր է այս դեպքում երկրի երաժշտությունն է։ Պարոն Բաղդասար, իհարկե ձեզ հետ քննադատություններից խոսելը կարծում եմ սխալ կլինի, բայց ինձ համար հետաքրքիր է, թե դուք ում քննադատությունն եք առհասարակ լսել տարիների ընթացքում եւ ով է այսօր ձեր ամենամեծ քննադատը։ Ճիշտ ասած քննադատություններ չեմ լսել, հա, կարող է այդպես ճուզողություններ ա եղել, բայց ընդհանրապես չեմ լսել, բայց ինձ քննադատել չի կարելի, ինչի համար։ Ինձ այնքանն եմ քննադատում, ես մի գործ որ ուզում եմ դա ամենաիդեալական տարբերակն է։ Մի գործ ուզում եմ հանեմ ժողովրդին ներկայացնեմ, հիմա երկ ունեմ 20 տարի մոտս հələ չեմ հանել։ Հա։ Ամեն օր ես ասում եմ իդեալական թոդառնան օր։ Պահա եկել է, երևի այս տարի կանենք։ Իրականում պարտավորեցնող է, չէ, որ ժողովուրդը ձեզ այսպես է ճանաչում եւ յուրաքանչյուր քայլ կարող է ինչ որ առումով ոչ թե հիասթափություն առաջացնել, թե տեսակն է ձեր այդպեսին ամեն հարցում եք սիրում իդեալական մատուցել։ Հա, ես ինձ շատ խիստ եմ վերաբերվում ինքս։ Այդ պատճառով ելով քննադատի։ Դե Իշքան է քննադատեն կարող է խաթր անեն, չքննադատեն, բայց ես ինձ խաթր չեմ անում, քննադատում եմ մինչև վերջ, այս նոտան լավ չի, այն մեկը լավ չի։ Վերջ փորձում եմ ամենից անեմ, որ ինձ դուր գա։ Եթե ինձ դուր գա, հույսով եմ բոլորին դուր գա։ Իսկ երկարվեստի մասին խոսելիս որպես ամփոփում մի քանի բառով կարող եք ասել, թե ինչ է այսօր պակասում մեր երկարվեստում։ Գիտեք ինչն է, երևի սերն է պակասում։ Չեմ տենում մեջ այդ սերը, ոնց որ կոմպյուտերի դարա դարել, այն ջիգյարը, սերը, չեմ զգում այդ ես, անձամբ ես չեմ զգում։ Մեր ժամանակ, չեմ անում, մի քիչ ուրիշ էր, այն ժամանակ հիշեք, մենք էլ ենք, չէ, լյուբը երաժիշտը բանից է սկսում, էլի ոնց որ այդ միջոցառումներից, Արսանիկը, Կեֆիրը, բան, հա, այդ շաբաշը երբեք չեմ սիրել, հա, ոնց որ այդին նմաստացուցիչ էի համարում, բայց դրա մեջ էլ մի հատ հետաքրքիր բան կար։ Ուրեմն դու կարանաս մարդկանց հանես այն աստիճանի, որ իրանք վերջում քեզնից տաքսի փող ուզեն գնան, ուրեմն ճիշտ ես աշխատել։ Ասում ես, քեզ ոչ մեկ գովազ չի անում, դու ինքդ կանգնած ես, դեմ դիմաց ու պետքա քո աշխատանքով ասես տաքսի փողը ես կտամ վերջում հանգստացեք։ Կարծում շատ ճիշտ ձևակերպում էր եւ ամենին դեպս առաջին անգամ էի լսում այդ ձևակերպումը։ Գաղտնիք չէ, որ հանրային մարդկանց կյանքը մշտապես հետաքրքրում է հանդիսատեսին, ուզում են հասկանալ ինչ է կատարում նրանց անձնական կյանքում եւ այլն, ուսումնասիրելով ձեր հարցազրույցները եւ այլն, ես նկատեցի, որ շատ քիչ եք խոսում ձեր անձնական կյանքի մասին։ Հետաքրքիր է, արդյոք կարծում եք, որ երգիչը կամ հայտնի մարդը պարզապես պետք է իր անձնականը պահի եւ առաջին տեղում լինի իր ստեղծագործական կյանքը, թե ստացվել է այնպես, որ պարզապես այդպես է ստացվել։ Խոսալու բան չկա, ունեմ 4 հատ թորնիկ տղա, մեծս 20 տարեկան, փոքրը մի տարեկան, երջանիկ եմ իրանցով, տունս ամեն ինչ լավ է, ամեն մարդ իր տեղը գիտի, իր գործը անում է, շատ լավ է, բան չկա տենց։ Ինտրիգային լինելու դեպքում արդեն կհետաքրքրեր եւ Սա իմ սրտով է, ոնց ամեն մարդ որ ոնց կուզեր իր երեխեքի համար լիներ, իմ մոտ իդեալական այդ հարցը շատ գոհ եմ։ Բան չկա, կատաստրոֆա ոչ մի բան չկա։ Իսկ ձեր շնորհը անցել է ձեր երեխաներին եւ երեխաներից որևէ մեկը անցել է ձեր ճանապարհով։ Չէ, հələ որ չէ, թորներս չգիտեմ, բայց երեխեքս աղջիկը շատ էր ուզում։ Հա, որ ասես պապ ուզում եմ երգչուհի դառնամ։ Դե ոչ մի բան չասած դարի։ Ես դու ես երգը,
Գիշերը գամ երգես։ Գիշերն եկա ասում եմ դե արի լսեմ ինչ ես երկում, ասում եմ չեմ սովորել, բայց ուզում եմ դառնամ, ասի մոռացի։ Ուրեմն դու մենակ այն բեմի կեղծն ես տեսել, այն չարչարանքը որ պիտի թափես որ դառնաս երգչի, դու դրա մասին չես մտածում են։ Ասի չէ, մոռացար դրա մասին։ Իրականում բավականին բարդ ճանապարհ է, եթե ուզում ես իրոք լինես երգիչ, այլ ոչ թե լինես մեկ ով ձայնագրվում է եւ գեղեցիկ տեսահոլովակներով ներկայանում է հանդիսատեսին։ Այդ բարդ ճանապարհը փաստորեն դուք դեմ չէիք որ անցնի ձեր աղջիկը։ Դե ասենք, եթե ինքը իրոք ուզենար, ինքը պետքա պատրաստ լիներ դրան, թե չէ առանց դրա չէ բրթելով չի լինում, էլի։ Անցել է, իմ համար չկա էդի որ հա մեր նախի չէ, որ չէ։ Եթե տաղանդը կա մեջի, ես որ տենայի տաղանդը ինքը հա ուներ ձեն, սիրուն երգում է, բայց այն ավելի շատ բեմականն էր իրան հետաքրքրում, քան Ստեփանը ասի։ Փայլուն հատվածներ։ Հա, դա քոնը չի։ Գնաց ռոմանո-գերմանական, հա իսպաների լեզվի մասնագետ։ Իսկ արդյոք դժվար չէ արվեստագետ, երգիչ, ստեղծագործող ամուսին ունենալ։ Սովորաբար երգիչները այս թեմայի մասին խոսելիս ասում են կնոջս հարցրեք, բայց վստահ եմ կինը այս ընթացքում կինը ձեզ ասած կլինի։ Չէ, լավն է կնիկա։ Որ երգ է առնելու, ասեց ինչքանա Գինա ասեցի, ասես լավ այ մարդ երկու օր տուն մի արի գրես էլմի։ Իրականում հասկանում ենք, որ դժվար է, որոշակի առումով դժվար է։ Իհարկե դժվար է։ Շատ դեպքերում երգիչները նշում են ընտանիքի այդքան ժամանակ չտրամադրելու, որոշակի առումով նաև խանդի մասին, որովհետև երբ անդադար այդ երեկոյան, լուսադեմին այդ գործի մեջ ես ստացվում է, ինձ ստացվում է շատերի մոտ։ Չէ, լավ է, թութու ես բալանսը պահել եմ, ամեն ինչ ամրոցը սամրոցա, շոուը, ամեն ինչ իր տեղն է։ Փորձել եմ, որ իմ ընտանիքը հանկարծ երբեք իմ արվեստից չտուժի, մենակ շահի։ Այսօր շատ են գովազդները, որ դուք հանդես եք գալիս այս կամ այն տեղերում եւ ձեր ստեղծագործություններն եք ներկայացնում։ Ես տեսել եմ տեսանյութեր, որ երիտասարդները ձեր ասածի պես սեղանները մոռանում են եւ ձեզ հետ հավասար երգում, պարում ու ուրախանում են։ Ինչ զգացողություն է այդ պահին, երբ դուք, այսպես ասած, ամուսնացրել եք շակերտավոր ասած նրանց ծնողներին, հիմա արդեն իրենք են երգում ու պարում ձեր երգերի տակ։ Մի բառով ասեմ, որ հաստորեն իզուր չեմ ապրել։ 22 տարի առաջ ենք ձայնագրել։ Հա, ու այսօր այդ փոխադարձ այդ կապը երգի ժողովրդի հետ բավականին բարձր է, ինձ շատ է ուրախացնում։ Հա, տղաներ են գալի հետս նկարվում են, իրանց գրկել եմ, նկարվում եմ, իրանք են ինձ գրկում, ինձ նստով են, ասում են, պապայի սիրած երգը էս է եղել, մամային էս է եղել, հա, հետո փոխանցվել է պաստորին սերունդերով։ Յոր բաներ, էլի տենց նստել են, կողքը ջահել տղաներ են նստած են, 3-4 հոգի, ուրեմն առաջի նոտայից մինչև վերջի համերգի նոտան հետս երգեցին, հիացած եմ էլի, որ երիտասարդներն են, մեկի հարսանիքն է նվագել ենք, անցած տարի, հա, վերջը, դուրս գալուց ասում եմ, հոպար տեսար, հետը սաղ նվագեցինք, երգեցինք, ասում եմ, Թուտենալը հեչ է, միտեղ ես սխալ երկի, դուք ճիշտ երկիք։ Կարծում դա ամենամեծ հպարտությունն է երգչի համար։ Ինձ թվում է ինձ ինչ հասնում է ասուկամքով ամեն ինչ ճիշտ եմ արել։ Հա, ես գոհ եմ։ Մարդկանց վերաբերմունքից էլ այդ երիտասարդներին որտեղն եմ իմ ուրախությունն է։ Եվ ամփոփելով զրույցն ուզում եմ իմանալ, թե որն է ձեզ համար բացարձակ արժեք։ Բացարձակ արժեք, ասեմ,
Սիրում եմ մարդկանց, որ իրանց իրոնից եղած խոսքը միշտ թանկ կնահատեն, երբեք սուտ չխոսեն։ Դա պահանջված, դա չհանդիպող երևույթ է։ Դժվար բան է, Դժվար բան է։ ժամանակաշրջանում, բայց մեկը ես չեմ փոխվում ու ապրում եմ տենց։ Շնորհակալ եմ գալու համար, Նմանապես, շնորհակալ եմ Անահիտ ջան։ հետաքրքիր զրույցի համար։ Ես բավականություն ստացա։ Ես նույնպես պապային, մամային կբարևես, ծնունդը թոնշեմ, ես էլ ներկա լինեմ։ Շատ լավ, շնորհակալ եմ։ Եթերում բացարձակ արժեքներ, կհանդիպենք։